Կուսակցությունների վրա հիմնված կառավարումը որպես այդպիսին արդյունավետ, մենք ունենք օրինակներ, որտեղ որ կուսակցությունների վրա հիմնված արդյունավետ լինում է, բայց հայ հասարակության համար ես գտնում եմ, որ այս անգլոսաքսոնական մեթոդը այդքան էլ լավ չի, քանի որ մեր էթնոսում մենք բոլորս ղեկավարներ ենք, մեր էթնոսը այդպես է ձևակերպում, մենք բոլորս ղեկավարներ ենք, մենք բոլորս գեներալներ ենք, մեր էթնոսի համար այդքան էֆեկտիվ չի և հասարակությունը պետք է կամաց գնա մեր հին կառավարման ձևերի, բայց իհարկե դա երկար ժամանակվա գործ է, ինչ վերաբերում է այս վարչապետական ձևը ընդհանրապես էֆեկտիվ չի մեր հասարակության համար։ Մեր հասարակության համար մենք մեր ծրագրում տալիս ենք կիսանախագահական և նախագահին պետք է պատկանի արտաքին գործերը, ուժայինները և անվտանգությունը, իսկ վարչապետը պետք է մնա մենակ տնտեսական վարչապետ։ Սա մեր ձևն է, իսկ ինչ վերաբերում է էլի հետ գնանք այդ կուսակցական ձևերին, որ ձևավորում է ցուցակ, առաջի դեմք, երկրորդ, երրորդ և այլն, նույնիսկ դաշինքների դեպքում մեծ կոնֆլիկտների է բերելու և հենց այս ձևն էլ ստեղծված է ազգը պառակտելու համար, թե հոգևորական խմբերը, թե կուսակցությունները ձևավորված է, որպեսզի ազգը պառակտի։ Իմ մոտեցումը շատ պարզ է, կուսակցական այդ համակարգերը, որը ներդրված է արդեն տևական ժամանակ Հայաստանում, ցույց է տալի իր անարդյունավետությունը կառավարման և այդ հարցերի շուրջ երկար մտավորական շրջանակներում երկար մտածել ենք, ինչ եմ ուզում շատ խորանալ, դա արդյունավետ է և մենք հատկապես տեսանք, որ այս նոր համակարգը, էլի որը հիմնված է կուսակցական գաղափարաբանության վրա, բերվեց ինչ աղետալի արդյունքներ է բերել։ Հիմի, երբ որ աշխարհում տեղի ունեն իմաստների պատերազմ, և ասենք վարչապետը դառնում, վարչապետը իր ձեռքին գերկենտրոնացում է կատարում, ըստ էության ինքը և իր ընտանիքի անդամն են որոշում այս երկրի ճակատագիրը, չունենալով ոչ մի պրոֆեսիոնալ չափանիշներ, այսինքն ոչ տնտեսությունից է մարդը հասկանում, ոչ քաղաքականությունից է հասկանում, ոչ մշակույթից է հասկանում, որը շատ կարևոր է հատկապես այսօր, երբ որ ասում իմաստների պատերազմ ընթանում ամբողջ աշխարհում, իսկ մեր մոտ երկիրը կառավարում է մարդ, որը իմաստազուրկ կա, ինքն է բացահայտ ասում, ոչ մի իզմեր, չգիտեմ, ոչ մի մշակույթ, օրինակ ասենք քարահունջը ինքը դիտարկում է որպես քարկտիկներ, իսկ բանը ենթադրենք գառնու տաճարը որպես հավաբուն, դուք պատկերացնում եք ում հետ գործ ունենք, նույնիսկ ես չէի ուզում անդրադառնայի, որտեղ մենք տեսնում ենք, որ բացառիկ անիմաստություն այս տիպի աշխարհաքաղաքական վիճակներում, այս տիպի ճգնաժամային վիճակներում ամբողջ աշխարհում սկսած ֆինանսական, տնտեսական, բարոյաքաղաքական և այլն, և անիմաստությունը այդ խումբը, որ իմաստազուրկ է լրիվ, ասենք վերցրեք բարձր տեխնոլոգիաների նախարարությունը, մարդ, որը ընդհանրապես գաղափար չունի, այդ օրինակներ են բերում, ոչ թե կոնկրետ անձին չի հետաքրքրում, ընդհանրապես չգիտի սանտիմետր և սանտիմետր քառակուսու տարբերությունը ինքն ղեկավարում է, դուք հասկանում եք որտեղ եք, և ասենք այն, որ ենթադրենք Nvidia-ն կստեղծի ստեղ արհեստական բանակ, իր հետ ընդհանրապես այդ նախարարության հետ ընդհանրապես կապ չունի, կապ ունի մի քանի խոշոր հայ գիտնական գործարարներ, որը իրենց ջանքերով և ոնց են ասում դրոշակը իրենց ձեռքը և թմբուկ իրենց վզին բան արած, մենք բան ենք անում, սատարում ենք
առանձին հայ անհատների միջոցով եւ փառք իրենց եւ այդ ուղղությունը պետք է զարգացնել եւ ամբողջ համապարփակ թե ինչ պետք է լինի Հայաստանը ոնց պետք է զարգանա ինչ քանակի բնակչություն կարող է ունենալ ինչ առողջապահություն ինչ կրթական համակարգ դա քննարկում եւ այդ ծրագրերը ամբողջը կան բայց դա դուրս է այսօրվա ապարատից Հիմա տեսեք ներկայիս կառավարման ձևը արդյունավետ է մի կուսակցական երկրի համար այսինքն ՍՍՀՄ-ի ժամանակ էլ նախարարները ունեին քաղաքական նշանակում մասնագետ չէին բայց գոնե տեղակալները բոլորը լինում էին մասնագետներ Հիմա եթե վերցնենք ամենացածր պաշտոնները իրանց նշանակման մարզպետ 1200 թե 1300 օժտված մարզպետի պաշտոնը 1200 կամ 1300 ասենք ինչա ունը հատկությունները հա նա այդքան պետքա 1200 կամ 1300 մասնագետ ինքը չի կարա ամբողջ խոսում եք ինչ որ մասնագիտական քննության մասին էս կամ են պաշտոնի Այո հիմա եթե գանք նախարարին նույնպես նախարարը պետքա ունենա տեսլական կարող է մասնագետ չլինի բայց նրա տեղակալները կարող է մասնագետ լինեն եթե դա նույնիսկ քաղաքական նշանակում է իսկ այսօր մեր բոլոր նախարարները փոխնախարարները բոլորը քաղաքական նշանակումներ են եւ չունեն մասնագիտական ոչ մի հատկություններ հիմա մեկ կուսակցական երկրում սա կաշխատի բայց բազմակուսակցական երկրում երկիրը տանում է աղետի մասնագետներ ունենք այո ունենք եթե այդ մասնագետները հասարակ գրանտներից զրկվում են քաղաքական առումով այսինքն գրանտները տրվում են իրանց մարդկանց ովքեր ոչինչ չեն անում գրանտակեր են իսկ մասնագետը մնում է իր գյուտերով առանց գրանտների լինելու է էլի մեծ արտահոսք այդ մասնագետների եւ երկրները որոնք այսօր կենտրոնացած են իրանց ազգային ծրագրերի վրա տանելու են այդ մասնագետներին լինի Չինաստանը լինի Իսրայելը լինի Ամերիկան Միացյալ Նահանգները եւ հենց այդ սիմպոզիումները գիտական որ կազմակերպում են դա արվում է միշտ արվել է եւ արվում է գիտնականներին գողանալու համար եւ դա շարունակվում է այսինքն այս կառավարման համակարգում ձախողված ենք ու այտենց էլ շարունակվելու է լինելու է շատ մեծ գիտական աշխատողների արտահոսք ասենք ես շատ զարմանում եմ որ պարոն Գևորգյանի պես մարդիկ հայրենասիրությունն է միայն որ պահում է այս երկրում թե չէ ես հաստատ գիտեմ որ նրանք էլ բազմաթիվ առաջարկներ ունեցել են